Հիպոկրատի խոսքերին բոլորին ես վերաբերում եմ որպես սրբություն, Հիպոկրատի երթումը, որը մենք տալիս ենք հիվանդին մարդուն օգնելու երթում։ Երբ մասնագիտությունը կոչում է եւ կյանքի ուղի, մարդը մտնում է պատմության մեջ, քանի որ միայն այս դեպքում է նվիրումը անմնացորդ։ Բժշկի աշխատանքը դա զուտ մասնագիտություն չէ, այն ունի իր ամենատարբեր, խիստ կարևոր նրբությունները։ Ալեքսանդր Մալայանը մասնագետ էր, ով իր վարքով, բնավորությամբ, տեսակով, հոգատարությամբ եւ գիտելիքներով ստեղծում էր մի ամբողջ համակարգ, մթնոլորտ, որտեղ հիվանդն իրեն զգում էր ապահովության մեջ։ Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մալայանը, ով անցել էր մասնագիտական մեծ դպրոց, նախ լսում էր հիվանդին եւ ոչ միայն գանգատները, այլև զգում էր նրա հոգեբանությունը եւ յուրովի մոտենում յուրաքանչյուրի բնավորությանը։ Հաճախ ասում էր, որ մարդուն դեղորայքից ավելի լավ կարող է բուժել խոսքը, որը պատահական չի ընտրվում, այլ նրան հասկանալուց եւ ցավը կիսելուց հետո։ Իր բազմաթիվ ուսանողներին էր փոխանցում ոչ միայն բժշկական փորձ, այլև մարդուն խորապես հասկանալու եւ ճանաչելու կարողություն։ Պատահական չեն այն ծրագրերը, որոնք Մալայանը կյանքի կոչեց Հայաստանի կայացման ամենածանր տարիներին։ Երբ այդ նույն գերմանացիները, նույն հրեաները, ես վկայեմ, ես ասում եմ այն ինչ որ ես ինքս եմ իմ աչքերով տեսել, նույն թեկուզ ռուսները, երբ որ եկան երկրաշարժի ժամանակ, եւ տեսան, թե հայ բժիշկները ինչ վիճակում են աշխատում, ինչով են աշխատում եւ ոնց են աշխատում, նրանք ոչ թե հիացած էին, այլ ապշած էին։ Հազվադեպ են մասնագետները, ովքեր նաև գործի արտակարգ կազմակերպիչներ են եւ կարող են ստեղծել հնարավորություններ, որտեղ կողք կողքի զարգանում են մասնագիտությունը եւ այցելուների սոցիալ-հասարակական միջավայրը։ Ալեքսանդր Մալայանը հայկական ակնաբուժության մեջ ունի այնպիսի ավանդ, որի պտուղները դեռ երկար տարիներ կսնեն ակնաբուժության աշխարհը։ Այս ոլորտի հայաստանյան մասնագետների մեծ մասը նրա սաներն են, նրա փոխանցած գիտելիքների կրողները, ովքեր պատվով առաջ են տանում ուսուցչի թողած դպրոցը։ Նրա նման մարդիկ երկրի պատմության անիվը պտտում են հպարտության եւ վաղվա օրվա հանդեպ հավատի ուղով։